Աստվածաշնչյան մեջբերումներ։ Առակաց 4:20 և 24, Փիլիպպեցիների 4:6։ Հիմնական ճշմարտություն։ Հավատքի մասին խորելը և հավատքի խոսքեր խոսելը քեզ պարտությունից դեպի հաղթանակ կտանեն։ Քայլ 5. Հրաժարվիր կասկածելուց։ Թող յուրաքանչյուր միտք և ցանկություն հաստատի, որ դու ունես այն, ինչի համար աղոթքով խնդրում ես։ Երբեք թույլ մի տուր, որ ձախողման մտավոր պատկերը մնա քո ուղեղում։ Երբեք մեկ րոպե անգամ չկասկածես, որ կստանաս պատասխանը։ Եթե կասկածներ են գալիս, վանիր դրանք։ Միտքդ ուղղիր դեպի պատասխանը։ Հակոբոսի թղթերի 4:7 խոսքում գրված է. հակառակ կանգնեք սատանային, և նա կփախչի ձեզնից։ Կասկածները սատանայից են։ Վանիր դրանք։ Հրաժարվիր յուրաքանչյուր պատկերացումից, առաջարկից, զգացողությունից կամ մտքից, որը չի շինում քո հավատքը։ Կենտրոնացիր այն բաների վրա, որոնք նպաստում են հավատքիդ ավելացմանը։ Երբ մեր դուստրը Փեթը 3 տարեկան էր, նրա ձախ աչքի անկյունում ինչ-որ գոյացություն առաջացավ։ Այն աճում էր ու ավելի մեծանում, մինչև դարձավ իր ճկույթի ծայրի չափ։ Դա անհանգստանալու տեղիք էր տալիս։ Ես հոգումս գիտեի, որ այն կանհետանա։ Ընկերներս ասում էին, միգուցե Փեթի մեծանալու հետ կանցնի։ Ես գիտեի։ Եթե Աստված բժշկեր Փեթին, նրանք կասեին, որ այսպես թե այնպես, դա անցնելու էր։ Ես որոշեցի տանել նրան բժշկի մոտ, ԶՆՄ-ն։ Բժիշկն ասաց, որ այդ գոյացությունն առանց վիրաբուժական միջամտության չի անցնի, այլ ավելի ու ավելի կմեծանա, նույնիսկ կկախվի նրա երեսի վրա։ Ես շնորհակալություն հայտնեցի ԶՆՄ-ն համար և վերադարձա։ Այդ գիշեր, ժամը 10:15-ի սահմաններում աղոթում էի։ Տեր, բժիշկն ասաց, որ վիրահատությունն անհրաժեշտ է, բայց Հովհաննեսի ավետարանի 16:23-ում գրված է. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինչ որ հորից խնդրեք իմ անունով, կտա ձեզ։ Ես ապավինում եմ այդ խոսքին։ Ես խնդրել եմ քեզնից և հիմա հավատում եմ, որ այս գիշեր, ժամը 10:15-ին իմ երեխան բժշկվեց և շնորհակալություն եմ հայտնում նրա բժշկության համար։ Ես ծնկի էի իջել, և երբ կանգնեցի, սատանան միտք տվեց վառել լույսը և նայել, անհետացել է այն, թե ոչ։ Ես անմիջապես վանեցի այդ միտքը։ Գիշերվա ընթացքում այդ նույն մտքից մի քանի անգամ արթնացա և ասացի. Սատանա, ես չպետք է անընդմեջ վեր կենամ և տեսնեմ, վերացել է այն, թե ոչ։ Ես գիտեմ, որ այն այլևս չկա, քանի որ ունեմ Աստծո խոսքը։ Միևնույն միտքն ունեցա նաև առավոտյան։ Ես կրկին շարունակեցի դավանել, որ անցյալ գիշեր, ժամը 10:15-ին աղջիկս արդեն ստացել է իր բժշկությունը։ Երբ նախաճաշին տեսա Փեթին, գոյացությունը դեռ նրա աչքի վրա էր, բայց Աստվածաշնչում ասվում է, որ պետք է քայլենք հավատքով, այլ ոչ թե աչքի երևույթով։ Ես անտեսեցի այդ երևույթը, քայլեցի հավատքով և շարունակեցի շնորհակալություն հայտնել Աստծուց բժշկության համար։ Ամեն անգամ, երբ նստում էինք ճաշի սեղանի շուրջ, ես տեսնում էի այդ տգեղ գոյացությունը, բայց շարունակում էի Աստծուց գոհանալ աղջկաս բժշկության համար։ Այնքան էի տարվել շնորհակալություն հայտնելով, որ չէի նկատել, թե ինչպես էր այն անհետացել։ Մի օր Օրեթայի և Փեթի հետ մեքենայով տեղ էինք գնում։ Ինչ-որ բանի համար շրջվեցի և հանկարծ նկատեցի, որ Փեթի աչքի վրա գոյացություն չկա։ Երբ այդ մասին հարցրի Օրեթային, ասաց, որ արդեն 10 օր է, այն գոյություն չունի։ Մեր տեսածը հրաշք էր, որն Աստծուն հավատալու և աղոթքի պատասխանի համար շնորհակալ լինելու արդյունք էր, նույնիսկ երբ մեր ֆիզիկական զգայարաններն ասում էին, որ դա անհնար է։ Իրականությունն այն է, որ աղոթքի պատերազմը հաղթանակ տարավ։ Մեր մտքերը ղեկավարվում են աչքի երևույթներով և ուսմունքներով։ Մենք պետք է դեմ կանգնենք մեր միտքը գրավող կասկածներին և պետք է հեռու մնանք մտքերից, որոնք չեն օգնում մեր այն դավանանքին, որ Աստված պատասխանում է աղոթքներին։ Երբեմն սա նշանակում է, որ պետք է հեռու մնանք ավելի շատ կասկած, քան հավատք քարոզող եկեղեցիներից։ Փիլիպպեցիներին ուղղված թղթերի 4:8 խոսքում ասվում է. Այսուհետև, եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է, և թե գովություն է, այն մտածեք։